Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայոց ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ռազմական ղեկավար Արմենակ Եկարյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը եւ պատմաբան Արման Սարգսյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Արմենակ Եկարյանի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական պայքարի անվանի գործիչ Արմենակ Եկարյանը ծնվել է 1870 թվականի մայիսի 10-ին Վանում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անդամագրվել է Արմենական կուսակցությանը։ 1889 թվականին հրաժարվելով դերձակի մասնագիտությունից ամբողջովին նվիրվել է զինատարական գործի Պարսկաստանից Վան զենք փոխադրմանը։ Թուրքերի կողմից բանտարկվել է, ապա մասնակցել Դերիկի վանքի ամրապնդմանը որպես զենքի փոխադրման հենակենտրոնի։ Հետո զինատարությամբ զբաղվել Սալմաստի Հավթվան գյուղում։ 1896 թվականին կրկին ձերբակալվել է, չկարողանալով մասնակցել Վանի ինքնապաշտպանությանը։ Ապա մասնակցել է Էջմիածնում եւ Թիֆլիսում գաղթական վանեցիների օգնության կազմակերպմանը։ Աջակցել է Խանասորի արշավանքի կազմակերպմանը։ 1897-ից 1902 թվականներին Վանում շարունակել է ժողովրդին զինելու գործը։ 1902-ից 9 թվականներին գործել է Պարսկաստանում Ուրմիայում։ 1909 թվականին կրկին վերադարձել է Վան եւ շարունակել մարտական քարոզչական գործը ժողովրդին ինքնապաշտպանության պատրաստելով։ 1915 թվականին եղել է Վանի ինքնապաշտպանության զինվորական մարմնի ղեկավար։ Անդամներն էին Գրիգոր Բուլղարացին եւ Կայծակ Առաքելը։ Եկարյանը դրսևորել է անկոտրում կամք եւ կազմակերպչական տաղանդ։ Բնաջնջումից փրկել է 150,000 հայ։ 1915 թվականի սեպտեմբերից եղել է երկրապահ գնդի հրամանատար, տեղակալը Զիմ Զանգալյանն էր։ 1920 թվականին Կիլիկիայում փորձել է կազմակերպել հայկական զինվորական ուժերը, ապահովելու Կիլիկիայի ինքնավարությունը, ապա տեղափոխվել Եգիպտոս։ Անդամակցել է Ռամկավար ազատագրական կուսակցությանը։ Մահացել է 1925 թվականի հոկտեմբերի 20-ին Կահիրեում, Ժանտախտից։ Թաղված է Սուրբ Մինաս ազգային գերեզմանատանը։ Արժեքավոր հուշերի հեղինակ է։ Պարոն Սարգսյան, Արմենակ Եկարյանը իր իհարկե առաջին հերթին մարտական, սակայն նաև քաղաքական կամ ազգային գործունեությունը կամ այդ ուղին սկսեց արմենական կուսակցության շարքերում կամ այդ կուսակցության ծոցից ելավ, ընդ որում դեռևս դպրոցական կամ դպրոց ավարտելուց այդ պատանի հասակից եւ նաև նրա այդ ուղին սկզբնավորվեց զինատարության ոլորտում նրա ակտիվ մասնակցությամբ այդ շրջանը։ Ինչպես գիտեք, հայ առաջին ու վերջին հայրենացին արմենական կուսակցությունը հիմնադրվել է 1885 թվականին։ Հայրենացին, այսինքն որ Հայաստանի, բուն Հայաստանի տարածքում, հայրենիքի տարածքում եւ իսկ այդ ժամանակ Արմենակ Եկարյանը հանկույցների թաղամասի դպրոցի Վանի հանկույցների թաղամասի դպրոցի աշակերտ էր, շուտով նա ավարտում է եւ 1887 թվականին, այսինքն հիմնադրումից ընդամենը 2 տարի հետո իր փոքրիկ խմբով անդամագրվում է արմենական նորաստեղծ կուսակցությանը եւ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Շուտով նրան հանձնարարվում է զենք ներկրել, որովհետեւ 1894-96-ի Սուլթան Համիդյան կոտորածների շունչը արդեն զգացվում էր եւ բոլոր քաղաքական ուժերն ու կառույցները պատրաստվում էին ինքնապաշտպանության, հոտալոտ ինքնապաշտպանության։ 98 թվականին նա իր խմբով անցնում է Պարսկաստան, ընդ որում մի քանի անգամ Պարսկաստան անցումով նրանք հաջողեցնում են բավականին թվով զենքեր ներկրել Վան։ Այդ առումով զինատարությունը կամ զինատարները կարծես թե ստվերում են մնացել, առավել հայտնի են մարտական գործողությունների կամ ֆիդայական պայքարի անմիջական մասնակիցները։ Մինչդեռ զինատարի գործառույթները ոչ պակաս կարևոր են, առանց այդ նրանց բերած զենքի պայքարել կռիվանել հնարավոր չէր լինի։ Միանգամայն ճիշտ եք ասում, թեև մեր անկախության տարիներին սկսված այդ պատմագիտական ուսումնասիրությունների շարքը արդեն բավականին տեղ հատկացրել զինատար խմբերին,
պրոֆեսորներ Համլետ Գևորգյանի, Աշոտ Ներսյանի եւ մյուսների աշխատություններում արդեն խոսում է նաեւ զինատարության մասին, որ մասին։ զինատար տղաների Այո, այդ ունեցած մեծ վաստակն էլ կարևոր է։ միանշանակ, որովհետեւ դա ֆիդայական շարժման ակունքներից մեկն էր, աղբյուրներից մեկն էր։ Իդեպ մոտ օրերս իմ ասպիրանտը կպաշտպանի տեխնացուական թեզ ֆիդայական պայքարի մասին, առանձին զինատարությունը այո, առանձին ենթագլխով որպես երևույթ, որպես խնդիր եւ որպես քիչ կամ գրեթե չուսումնասիրված խնդիր ֆիդայական պայքարի զինատարությանն է որտեղ ուղղված։ Արցախյան ազատամարտի ժամանակ էլ Միանշանակ, զինատարությունը կամ զենքի հայթայթումը կարևոր աշխատանք է։ ամենալուրջ, ամենակարևորագույն խնդիրներից մեկն էր։ Եվ Եկարյանը ի վերջո բավական 300 օսմանյան ոսկի իր խմբով կրկին անգամ անցնում է Պարսկաստան, որ մեծ քանակությամբ զենքներ կրի երկիր, բայց ինչ, մինչև այսօր էլ չպարզաբանված առեղծվածային պայմաններում ձերբակալվում է եւ դրա հետևանքով նա բանտարկվում է Պարսկաստանում եւ չի կարողանում մասնակցել 96 թվականի Վանի ինքնապաշտպանությանը, որը պատմագիտական գրականության մեջ մեծ դեպք անվանումն է ստացել, սակայն հետագայում նա կարողանում է շարունակել իր այդ կարևորագույն գործառույթը եւ մեծ օգուտ բերել, որի առավոտյան եղավ շուտով արդեն 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանությունը, որտեղ թուրքական ջարդարների դեմ կրակվեց նրա ներկրած զենքերով, որոնք զգալի պաշար էին կազմում եւ իր արդյունքը տվեց։ Շնորհակալություն, հետագային կանդրադառնանք։ Մինչև ձեզ հարց ուղղելը մեր հայրենակիցների ներկայացնեմ Արմենակ Եկայրյանի ժամանակցի հետեւյալ վկայությունը։ Արմենակ Եկայրյանը ծնած էր մարտիկ ու ղեկավար, սրտով քաջ ու կորովի, հոգիով հայրենասեր ու անկեղծ, որոնց աղաղակող ապացույցը տված էր հարյուրավոր անգամներ։ Կկտրեր Վան Թավրի Սալմաս 150 կիլոմետր ճամփա եւ երկիր, այսինքն Արևմտյան Հայաստան Վան կմտցներ ռազմանյութ ու ռազմիկներ, երբ համիցան բորենիներ ամենտեղ էին որսեր հափշտակելու համար։ Վանը ընդհանրապես հայության կյանքում եւ մասնավորապես ֆիդայական շարժման տեսանկյունից շատ կարեւոր դերակատարություն է ունեցել։ Խնդրում եմ ներկայացրեք Վանի տեղն ու դերը հենց հայոց ազատագրական պայքարի այդ ընդհանուր համապատկերում եւ նաեւ Արմենակ Եկայրյանի գործունեությունը 1890-ականների վերջից մինչև մայիսան 15 թվականի Վանի ինքնապաշտպանությունը։ Բոլորիս էլ հայտնի է, որ Վան Վասպուրականը Հայաստանի, հատկապես Արևմտյան Հայաստանի լուսավոր էջերից մեկն է։ Բայրակաղաք Արևմտյան Հայաստանի կարելի համարել Վանը։ Այստեղ Ոչ պաշտոնապես, Ոչ պաշտոնապես, այո։ Այստեղ է ստեղծվել առաջին կուսակցությունը, արմենական կուսակցությունը, այստեղից են ծնունդ առել բազմաթիվ ֆիդեի գործիչներ, ինչպես նաև զինատար գործիչներ, որոնց մասին խոսեցինք։ Վանի կարևորագույն դերի մասին է վկայում 1896 թվականի ինքնապաշտպանությունը, դրա մասին է վկայում հետագայում նաև 1915 թվականի ինքնապաշտպանության այս գործընթացը։ 1896 թվականին տեղի ունեցած ինքնապաշտպանությունը կարևորագույն, այսպես ասած, երևույթ էր Հայաստանի ու հայ ազգի բարոյաքեբանական զգացողության ու կորովի, այսպես ասած, զարթոնքի ու առաջխաղացման համար, քանի որ հենց այս մարտերն ու ինքնապաշտպանության որոշակի թեև նվազագույն, բայց հաղթանակներն էին, որ հետագայում հույս էին ներշնչում անկախ պետականության ունենալու ձևավորելու համար։ Այսինքն մեր վանեցի հայրենակիցները միշտ էլ իրենց այդ անկոտրում ոգով եւ հայրենասիրությամբ պայքարելու այդ մարտնչելու կամքով աչքի են ընկել ակտիվ կերպով։ Միանշանակ այդպես է, հենց 1896 թվականին գործիչներն էլ դրա վառ վկայությունն է, թե Արմենակ Եկարյանը մինչև այդ ձերբակալված է եղել Պարսկաստան, Թուրքիա զինատարության ճանապարհին բռնվելու հետևանքով, բայց կարծեմ մի քանի անգամ թուրքերի կողմից ձերբակալվել եւ բանտ են հետևել։ Բազմիցս ձերբակալվել է, ելի ազատվել է, բայց կարևորագույն նախորդ խնդրի հետ կապված զինատարության կարևորագույն խնդիրը իր մասով գոնե թե կարող ենք ասել, որ լուծել է։ Հա, զինատարություն կրկին միտքը շարունակենք, նաեւ այդ մասնավորապես Արմենակ Եկայրյանի գործունեության շնորհիվ հարյուրավոր մեր հայրենակիցներ Վանում ապահովեցին զենքով։ Միանշանակ, եթե չլիներ այս զինատարության գործընթացը, մենք բոլորիս եւ Արմենակ Եկայրյանի դերը
Բոլորիս էլ հայտնի է, որ քրիստոնյաները, հատկապես քրիստոնյա հայերը բանակում կռվելու իրավունք չունեին, դրա համար նրանք զենքին որևէ կերպ ծանոթ լինել չէին կարող։ Եվ ավելի կարևոր էր նախորոք զենք տեղափոխելը եւ հասարակ ժողովրդին զենքի հետ օգտվելու վարժեցնելը հետագայում համընդհանուր ապստամբության համար։ Առանց դրա հետագայում որևէ հաջողության հասնել հնարավոր չէր։ Պարոն Սարգսյան, ինչևէ, պետք է նաև փաստենք, որ Արմենակ Եկարյանի մարտական փառավոր ուղու մեջ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը միանգամայն առանձնահատուկ տեղ եւ դիրք է գրավում։ Պատահական չէ, որ նաև հենց նրան վստահվեց Վանի ինքնապաշտպանության զինվորական խորհրդի ղեկավարումը։ Անկասկած։ Ուրեմն տեսեք, եթե մենք նայում ենք մեր ամբողջ համապատկերը 1915 թվականի այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ, թեև մեզ չսիրողները երբեմն մեզ մեղադրում են, որ մենք ինքնապաշտպանության չդիմեցինք, ունակ չէինք եւ այլն, բայց դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք բոլոր տեղերում էլ Ուրֆայում, Շապին, Գարայի Սարում բոլոր հատվածներում էլ կազմակերպեցինք ինքնապաշտպանություն։ Սակայն ուժերը խիստ անավասար էին, հարձակումը շատ հանգարցակ էր եւ այլն, դրա համար էլ կորուստները շատ մեծ եղան, բայց արդյունավետության առումով, եթե նկատենք հայերի փրկվածության տեսանկյունից, Մուսալերն ու Վանն են, որ ի վերջո արդյունք են տվել, այսինքն այնտեղ որտեղ հայը զենք է վերցրել, պայքարի փրկվել է, ուղղակի Մուսալերը ընդամենը 4000 քանի հոգի թվական անհամեմատության աշճանով միակ արդյունավետությամբ ուրեմն առանձնանում է Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, այո, որի արդյունքում փրկվեց 150 000-ից ավելի վասպուրականի եւ շրջակա տարածքների հայությունը։ Երբ ճակատում իրադրությունը լարվում էր ի վնաս թուրքերի, Վանում այսպես օդի մեջ կախվում էր ջարդերի վտանգը։ Բոլորն էլ հասկանում էին, եւ հայերը, եւ թուրքերը, եւ քրդերը, բոլորն էլ հասկանում էին, որ բախումն անխուսափելի էր, եւ ամենակարևորը, որ հայերը իրենք գիտակցելով այդ տխուր իրողությունը, ուրեմն անընդհատ նախապատրաստվում էին ինքնապաշտպանության։ Ի վերջո, երբ առաջին կրակոցները հնչեցին, մանրամասների մեջ շատ ժամանակ չծախսենք, Արամ Մանուկյանը, Հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչը Վանում, երբ իշխանը Վռամյանը զոհ են գնացել Ջևդեթի խարդավանքներին, սպանել էին նրանց, շփոթված էր, Արամ Մանուկյանը խիստ շփոթված էր, գլուխը կորցրած, ի վերջո նա իր մոտ է հրավիրում Արմենակ Եկարյանին եւ առաջարկում է Արմենակ, դու որպես հին կռվող ռազմական անցյալի տեր պաշտպան կանգնիր մեր պաշտպանության ղեկի առջև, այսինքն ղեկավարիր մեր պաշտպանությունը։ Ի վերջո ստեղծվում է ռազմական խորհուրդ, բուլղարացի Գրիգոր Կայծակ Առաքել, որի մեջ հետագայում ներառվում են նաև Արամ Մանուկյանը, Փանոս Տերլեմեզյանը եւ այլ գործիչներ, Արմենակ Եկարյանի գլխավորությամբ, այսինքն մերօրյա լեզվով ռազմական շտաբի ղեկավարն էր, այսինքն պաշտպանության ուղեղը անմիջական ղեկավարողը դարձավ Արմենակ Եկարյանը, որի գործունեության արդյունքում, փայլուն գործունեության արդյունքում ի վերջո վասպուրականի հայությունը ամփոփ ձևով, եթե ասելու ունենք, փրկվեց թուրքական յաթաղանի զոհ գնալուց։ Նա այնպիսի ռազմական տեսակետից այնպիսի խելացի ձևով էր կազմակերպել պաշտպանությունը, դիրքերի այնպիսի դասավորվածություն էր ստեղծել, շարքերով եւ այլն, որ կարծես թե այսօրվա ռազմական տեսաբանների մոտ նույնիսկ զարմանք է առաջացնում, թե ինչպես կարող էր ռազմական որևէ կրթություն չստացած մարդը ռազմագիտական համապատասխան եւ մի բան էլ դեռ ավելին կարողացել էր կազմակերպել, ընդ որում ասեմ ձեզ, պաշտպանությունը միայն ռազմական տեսակյունից չէր, Վանում ստեղծվել էր մի ամբողջ կուռ կառույց, թող այսինքն հայությունը մի բռունցք էր հավաքական այո, մի բռունցք էր դարձել եւ թող ամպագորգոր չհնչի, ստեղծվել էր հայոց պետականության այսպես յուրատեսակ դրսևորում, իր բոլոր այնտեղ կային մի շարք ամրաշինական, օգնական, հաշվող, նույնիսկ դատական մարմին ունեին, նույնիսկ շքանշան էին տալիս
իրենց լավ դրսևորում պետականության լրի պետականության եւ տարբերակ է ստեղծվեց այն հենքը, որի վրա շուտով Վանի նահանգապետությունը ստեղծվեց, այսինքն զուտ պետական, այսպես իր բոլոր, եթե ոչ բոլոր, գոնե մեծ մասի ատրիբուտներով, գործոններով սահմում էլ Արմենակ Եկայարյանի կարող է զինվորուժերի կամ պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարն էր, այո։ Այնպես որ նրա դերը գերագնահատելու այսպես միտում չունենալով հանդերձ միանշանակ անփոխարինելի է եւ լավ է նաեւ այն առումով, որ սերունդները ճիշտ են գնահատել նրան եւ միշտ ցանկացած պահի նույնիսկ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները գրիչները ստիպված են խոստովանել նրա մեծությունը, նրա կատարած հայրենանվեր մեծ ռազմական, քաղաքական ու հասարակական հայրենանվեր ժողովրդանվեր գործունեությունը։ Մասնավորապես մեր հայրենակիցներին հիշեցնեմ եւ ձեր խոսքը եթե դեմ չեք լրացնելու կարգով, որ Արմենակ Եկայարյանի որպես զինվորական մարմնի ղեկավարի գլխավորությամբ ստեղծվել են պաշտպանական 5 շրջաններ 73 դիրքով եւ բաղկացած էր այդ ուժերը 71 խմբապետ, շուրջ 2000 զինվոր եւ համեմատաբար բավականաչափ չափով զենք։ Ընդ որում շուրջ 10000 կանոնավոր թուրքական եւ այո, անթիվ անկանոն գումարած զորքերի դրան, այո, թուրքական այդ բաշի բոզուկները, քրդական, որոնք այսպես ավարի, թալանի, արյուն ռուշտ այսպես նկրտումներով սպասում են, երբ որքան շուտ հնարավոր լինի հարձակվել եւ ֆանտաստիկ պատմություններ էին լսել հայերի ունեցած հարստությունների եւ այլնի մասին, որպեսզի խլեն տեր դառնան։ Վանի ինքնապաշտպանությունից հետո բնական է, որ Արմենակ Եկայարյանը չէր կարող հանգիստ տեղը նստել եւ պետք է իր այդ մարտնչող ոգին անպայման հանուն իր ժողովրդի ներկայացներ։ 15 թվականից հետո մինչև նրա գործունեության ինչ կարևոր էտապներ կամ դրվագներ կանացնացնեիք։ 15 թվականից հետո իհարկե Արմենակ Եկայարյանի այսպես ասած գործունեությունը մի փոքր ավելի пассив դեր ստացավ, ինքը զբաղեցրեց հայդուկային խմբի այդ երկրապահ գնդի հրամանատարի պաշտոնը, հետագայում նաև Կիլիկիայում մենք տեսնում ենք, որ այնտեղ ինքը եւս ունենում է իր դերը պաշտպանության ղեկավարի, ավելի շուտ միլիցիայի ղեկավարի պաշտոնում։ Այս ամեն ինչից հետո ինքը ստիպված հեռանում է երկրից, բնակություն հաստատում Եգիպտոսում եւ ինչպես մինչեւ իր ազատագրական պայքար մտնելը նա զբաղվում էր դերձակությամբ, սրանից հետո եւս արդեն զբաղվում է մի որոշ ժամանակ դերձակությամբ, այնուհետեւ գորգավաճառության Նաեւ գումարած առողջական կարծեմ խնդիրներ ուներ միանշանակ որն է երևի իր դերը գորգավաճառությամբ զբաղվելուց հետո շատ չանցած ինքը ժանտախտի զոհ է դառնում, թեև շատ անգամներ կարող էր կռվի դաշտում մահանալ, բայց այսպես ասած հայրենի երկիրը, հայրենի հողը բավականաչափ ուժեղ էր նրան պահելու համար, բայց օտար ափերում ժանտախտի զոհ դառնալով բավական երիտասարդ հասակում Արմենակ Եկայարյանը կնքում է իր մահկանացուն։ Դա էլ էր ողբերգական ամբողջ կյանքը զենք ու զինամթերքի հետ, պայքարի արյունի հետ ունեցած ազնվորությունը վերջում ցավալիորեն ժանտախտից է զոհ գնում։ Իսկ նաև այդ հանգստի տարիներին, այսպես կոչված ճակերտավոր հանգստի, նա նաև կարծեմ ակտիվ ազգային կամ կուսակցական գործունեություն, հասարակական գործունեություն է ծավալել։ Այո, նաև կուսակցական գործունեության, ակտիվ գործունեությամբ է զբաղվել, հատկապես երբ որ նա տեղափոխվում է Պարսկաստան, այնտեղ նույնպես կուսակցական բավականին ակտիվ գործունեությամբ է զբաղվում։ Իհարկե Եգիպտոս տեղափոխվելուց հետո էլի զբաղվում է կուսակցական գործունեությամբ, բայց արդեն բնականաբար ավելի пассив, այսպես կարգավիճակով։ Ցավալին այն է, որ 55 տարեկան չէ կարծեմ։ Այո, 55 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց այդ տանը հիվանդությունը։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ Արմենակ Եկայարյանի մեջ սկզբից մինչև վերջ այսպես կանգուն մնաց արմենականի ոգին։ Թեև 1908 թվականին արմենականի եւ վերակազմյալների միախառնությամբ ստեղծվել էր հայ համանդրական ռազմավար կուսակցությունը եւ Եկայարյանը բնականաբար դարձել էր հայ կուսակցության անդամ, նա ոչ մի անգամ չդրժեց իր տրված երթումը եւ յուրաքանչյուր անգամ նետվում էր կրակի մեջ ամենադժվարին անկյուններն ու պահերը, երբ նրան հրահանգում էր համանդրական ռազմավար կուսակցությունը։ Հայ ֆիդայու գաղափարական
պահպանողական նվիրվածության մասին է։ Միանշանակ նրանց երթումը այսպես ազգային նվիրյալի ընդཐུպ մինչև նահատակվողի մատաղացուի հոգեբանությամբ նրանք գնում էին հայրենիք փրկելու այդ գիտակցության ետևից եւ ավելին հետագայում երբ 1921 թվականին հիմնադրվեց Ռամկավոր ազատական կուսակցությունը, Արմենիա Գեկարյանն այն ակտիվ գործիչներից մեկն էր, որը իր համեստ նպաստը բերեց այդ ուժերի համախմբանն ու հետագայում արդեն գիտենք, որ մեծ եղեռնից հետո փոխվել էին թե քաղաքական կուսակցությունների գործառույթները եւ թե ընդհանրապես հայ ժողովրդի արժեվ դրված խնդիրները, ինչու որտեղ նրան բեկորները սփռվել էր աշխարհով մեկ, այժմ ասեն արդեն թիվ 1 խնդիրը մնում էր հայապահպանությունը, որին եւ լծվեց նաեւ Արմենակ Եկարյանը իր համեստ ուժերի։ Պարոն Սարգսյան, ձեր միտքը շարունակենք։ Արմենակ Եկարյանը իր ողջ կյանքում եղել է գիր գրականությունից գրչից հեռու մարդ, այսինքն նա ուղնուցուցով մարտիկ էր ֆիդայի, նրա գործը զենքի ու կռվելու հետ էր։ Սակայն այդ տեսանկյունից բարեբախտաբար նաև թողել է հետ, ցավոք մեր ֆիդայիների շրջանում, այն տարիների ազատամարտիկների ֆիդայիների շրջանում դա հազվադեպ երևույթ է, ցավոք կրկին պետք է շեշտեմ, սակայն Արմենակ Եկարյանը թողել է հուշեր, որոնք կարևոր սկզբնաղբյուր են իրենց հավաստիությամբ այդ հուշերը ներկայացրեք։ Կներեք, թույլ տվեք չհամաձայնվել, որ շատ пассив են եղել, ընդհակառակը մեր ամենամեծ կուսակցության, ինչու՞ չէ, ՀՅԴ եւ Հնչակյան կուսակցության շատ գործիչներ, ֆիդայիներ եւ այլն բավականին այսպես հուշառատ հետք են թողել, հա, գրականության մեջ, սակայն նույնը չի կարելի ասել արմենականների մասին, ինչու որտեւ այդ կուսակցությունը ձևավորվել երկրում նրա հիմնական գործիչների ճնշող մեծամասնությունը երկրացիներ էին, լավ գիտեին թուրքական իրականությունը եւ թշնամուն, իսկ թշնամին թուրքն էր, որը հաղթելու դեպքում ոչնչացնում էր։ Դրա համար շատ զգուշավոր էին։ Կուսակցությունը հենց արմենական կուսակցությունից սկսած արգելել էր իր անդամներին գրավոր փաստեր թողնելու, որ հանգարց իշխանությունները չկարողանան այդ փաստերի իման վրա մարդկանց ձերբակալել կամ ինչ որ այսինքն այդ գաղտնապահությունը արդեն կյանքի եւ վարքի կանոն էր դարձել։ Գաղտնապահությունը, այո, եւ դա տևական մինչեւ 20-ական թվականներից հետո մանավանդ սերնդի մոտ դա արդեն գալիս է։ Այո, դա շարունակվում էր եւ միայն 1919 թվականին, երբ ամբողջ այդ թողոբոհը ավարտվել էր, Եկարյանն էլ գտնում էր Եգիպտոսում, Լևոն Աճեմյանը, որ մեր գրական մշակներից մեկն է, խմբագիր, բավականին այսպես խելացի մտավորական, ինքը համոզում է Եկարյանին, խնդրում է եւ անդադ այսպես համոզելու արդյունքում ստանում է նրա համաձայնությունը եւ Եկարյանը սկսում է շարադրել իր հուշերը։ Աճեմյանը 1947 թվականին առաջին հրատարակության նախաբանում ասում է, որ ինքը մի մասը ինքն է գրել, ես խմբագրել եմ, ճշգրտել եմ, մի մասը թելադրել է, ես եմ գրել, մի մասը Նաթանյանն է, Միքայել Նաթանյանն է գրել եւ այսպիսով մենք այսօր ունենք Եկարյանի թողած հուշերը, հուշեր Արմենակ Եկարյանի, այդպես է անվանված, որը անկեղծ ասած պատմաբանի իմ դիրքերից եւ այդ հարցերի մեջ խորամուխ եղած պատմաբան դիրքերից ասեմ անփոխարինելի արդյունք է։ Եթե այսպես համեմատելու լինենք արմենական ռամկավարների գոնե առաջին 3 տասնամյակի համար Արմենակ Եկարյանի հուշերն են, մի փոքր օգնում են Տամատյանի հուշերը եւ Արտակ Դարփինյանի։ Մնացած էլ որևէ աղբյուր գրեթե չունեն։ Հուսանք, որ մանավանդ ինչքան տեղյակ է միայն Սփյուռքում է 2 անգամ հրատարակվել, հուսանք, որ մայր հայրենիքում էլ Արմենակ Եկարյանի այդ արժեքավոր հուշերը կգային օրը, որ կհրատարակվի եւ մեր հայրենակիցներն էլ հնարավորություն կունենան ընթերցել եւ ծանոթանալ։ Ընդ որում հուշերը շատ թեթև են կարդացվում, շատ մատչելի են եւ հետաքրքիր, ինչու որտեվ լեզուն պատճույճ չէ, հա, եւ այսպես Հայ ֆիդայու լեզու եւ ոչ ֆիդայու լեզու է անպաճույճ, առանց անպագորգոր խոսքերի, առանց այս կամ այն գործի կամ երևույթի նկատմամբ բացական կամ քննադատական այսպես լուրջ դրսևորումների։ Անկեղծ ֆիդայու հուշեր են։ Այո։ Հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք մեր անվանի լեգենդար ֆիդայիներից մեկին։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր
1915 թվականի Վանի ինքնապաշտպանության զինվորական մարմնի ղեկավար Արմենակ Եկարյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։